Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, ողջունում ենք ձեզ Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում, Օպտիմա լոտո ընկերության Օպտիմա ամենօրյա SMS վիճակախաղի հերթական խաղարկությանը։ Ինչպես արդեն գիտեք, մեր խաղն ընթանում է ուղիղ եթերում, այսօր ուրբաթ է ապրիլի 13-ը։ Ամեն ուրբաթ, ինչպես արդեն գիտեք, մենք ունենք երկու վիճակախաղերի խաղարկություն, ամենօրյա Օպտիմա վիճակախաղի և ամենշաբաթյա Օպտիմա պլյուս վիճակախաղի։ Իսկ հիմա սկսում ենք Օպտիմա ամենօրյա SMS վիճակախաղի հերթական 19-րդ տիրաժի խաղարկությունը։ Ստուդիայում գտնվում են հանդիսատեսներ, ովքեր հետևելու են մեր խաղի ընթացքին որպես հասարակական ժյուրի և այս պահին մենք սիրով ողջունում և ներկայացնում ենք նրանց։ Սամվել Շահբազյան, Գայանե Գրիգորյան, Վարդան Գրիգորյան, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Իդեպ ժյուրիի կազմում մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Օպտիմա լոտո ընկերության գրասենյակ 57 35 15 հեռախոսահամարով։ Ինչպես միշտ այսօր նույնպես մեզ օգնելու է մեր համակարգչով աշխատող օպերատոր Արևիկը, ում նույնպես ողջունում ենք։ Նախքան Օպտիմա SMS վիճակախաղի 19-րդ տիրաժի խաղարկությունը սկսելը, տեղեկություններ ներկայացնեմ տիրաժի մասին։ Եվ այսպես, տիրաժին մասնակցել է 1420 մարդ։ Ինչպես գիտեք, բոլոր խաղացողների ցանկը ուղարկված թվային կոմբինացիաներով միջև խաղարկության անցկացումը հրապարակվում է ընկերության optimalotto.am կայքում, որի հետ դուք նախապես կարող եք ծանոթանալ։ Մյուս կարևոր թիվը Օպտիմա SMS վիճակախաղի 19-րդ տիրաժի ընդհանուր շահումային ֆոնդի չափն է։ Կանոնների համաձայն այն կազմում է ընդհանուր տոմսերի արժեքի 50%-ը և կախված է մասնակիցների քանակից։ Այսօր այն հավասար է 355 000 դրամի։ Մենք ունենք 3 շահումային կատեգորիա՝ հնգանիշ, քառանիշ և եռանիշ։ Նշված ընդհանուր շահումային ֆոնդը բաշխվում է ըստ այդ կատեգորիաների հետևյալ կերպ։ 20%-ը հատկացվում է առավելագույն հնգանիշով շահումներին, 30%-ը քառանիշով շահումներին, իսկ մնացած 50%-ը եռանիշով շահումներին։ Եթե որևէ կատեգորիայում լինեն մի քանի շահողներ, ապա գումարը հավասարապես կբաշխվի նրանց միջև։ Իսկ եթե շահողներ այնուամենայնիվ չլինեն, ապա տվյալ կատեգորիայի շահումային ֆոնդը ամբողջությամբ կփոխանցվի ներքևի կատեգորիայի շահումային ֆոնդ։ Իսկ հիմա ուշադրություն, սկսում ենք մեր հերթական խաղարկությունը, որը, ինչպես գիտեք, արդեն իրականացվում է այս լոտոտրոնի միջոցով, շատ շուտով նրա մեջ տեղավորելու ենք 0-ից 9 համարակալված թվերը, իսկ դրա համար խնդրում ենք ժյուրի անդամներից որևէ մեկին մոտենալ մեզ։ Խնդրեմ համեցեք։ Ընտրեք հավաքածուներից մեկը։ Ստուգեք արդյոք բոլոր թվերը տեղում են։ Եվ կարող ենք արդեն տեղավորել լոտոտրոնի մեջ։ Շնորհակալություն ռեժիմի հեռացեք։ Եվ կխնդրենք ձեզ սեղմել կարմիր կոճակը։ Շնորհակալություն, զբաղեցրեք ձեր տեղը։ Բոլորին մաղթում ենք հաջողություն և սպասում առաջին թվին։ Թիվ 6։ Երկրորդ թիվը թիվ 8։ Երրորդ թիվը թիվ 7։ Չորրորդ թիվը թիվ 2 և վերջին 5-րդ թիվը թիվ 4։ Ինչպես արդեն գիտեք, թվերի հերթականությունը մեզ մոտ ունի նշանակություն, այսինքն շահել է թվերի հենց այս հերթականությունը, կրկնում եմ, 6, 8, 7, 2, 4։ Ըստ կատեգորիաների շահող կոմբինացիաներ են համարվում եռանիշ կատեգորիայում 6, 8, 7 թվերը, քառանիշ կատեգորիայում 6, 8, 7, 2 թվերը և հնգանիշ կատեգորիայում 6, 8, 7, 2, 4 թվերը։
Հիմա մեր օգնականը համակարգչի օգնությամբ, որի մեջ տեղակայված է բոլոր մասնակիցների ցանկը, մեզ ցույց կտա, թե քանի շահող ունենք յուրաքանչյուր կատեգորիայում եւ որքան են կազմում շահումների չափերը։ Իսկ մինչև նրա աշխատանքի ավարտը եւս մեկ անգամ հիշեցնում եմ Optima SMS վիճակախաղի կանոնները։ Մասնակցելու համար անհրաժեշտ է 7005 կարճ համարին ուղարկել հնգանիշ թվային կոմբինացիա, որի մեջ թվերը չպետք է կրկնվեն։ Թվերը հավաքվում են առանց արանքների, մեկ SMS-ի արժեքը կազմում է 500 դրամ։ SMS ուղարկելուց առաջ համոզվեք, որ ձեր հեռախոսի հաշվեկշռում բավականաչափ գումար կա, այլապես հայտը չի գրանցվի։ Խաղին կարող են մասնակցել միայն Beeline կանխավճարային քարտ ունեցող բաժանորդները։ Կրկնեմ նաև, որ յուրաքանչյուր խաղարկության շահումային ֆոնդը կազմում է տվյալ խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի 50%-ը։ Այսինքն, որքան մեծ լինի մասնակիցների թիվը, այնքան մեծ կլինի նաև շահումային ֆոնդը։ Եվ այսպես տվյալները մեզ մոտ արդեն պատրաստ են։ Հնգանիշ, քառանիշ եւ եռանիշ կատեգորիայում մենք շահողներ չենք ունեցել եւ ինչպես արդեն դուք գիտեք, ընկերության կանոնների համաձայն այս պարագայում շահող են համարվում առաջին երկու թիվը համընկած մասնակիցները։ Եվ այս դեպքում մենք ունենք 13 շահող, որոնցից յուրաքանչյուրը շահել է 27500 դրամ։ Դե ինչ, շնորհավորում ենք շահողներին։ Իսկ հիմա հարգելի հեռուստադիտողներ, սկսում ենք ամենշաբաթյա Optima Plus SMS վիճակախաղի 3-րդ տիրաժի խաղարկությունը։ Տեղեկություններ ներկայացնեմ 3-րդ տիրաժի մասին։ Տիրաժին մասնակցել է 72 մարդ։ Բոլոր խաղացողների ցանկը նույնպես նախապես հրապարակվել է ընկերության Optima Lotto.am կայքում, որի հետ դուք նախապես կարող եք ծանոթանալ։ Optima Plus SMS վիճակախաղի 3-րդ տիրաժի ընդհանուր շահումային ֆոնդի չափը, որը նույնպես կազմում է ընդհանուր տոմսերի արժեքի 50%-ը, այսօր հավասար է 180,000 դրամի։ Մենք ունենք 3 շահումային կատեգորիա՝ քառանիշ, եռանիշ եւ երկնիշ։ Նշված ընդհանուր շահումային ֆոնդը բաշխվում է ըստ այս կատեգորիաների հետևյալ կերպ։ 80%-ը հատկացվում է առավելագույն հնգանիշով շահումներին, ներողություն քառանիշով շահումներին, 10%-ը եռանիշով շահումներին, իսկ մնացած 10%-ը երկնիշով շահումներին։ Իսկ հիմա ուշադրություն, սկսում ենք Optima Plus SMS վիճակախաղի 3-րդ տիրաժի խաղարկությունը։ Այս պարագայում նույնպես խաղարկությունն իրականացվում է այս լոտոտրոնի միջոցով, իսկ դրա համար մենք կխնդրենք ժյուրի անդամներից մեկի մոտենալ մեզ։ Թվերը ետ վերադարձնել լոտոտրոնի մեջ, իսկ դրա համար ձեզ կխնդրենք սեղմել դեղին կոճակը։ Եվս մեկ անգամ սեղմեք։ Ահա։ Դուք պարբերաբար թողեք և սեղմեք։ Այստեղ մեզ մոտ մի փոքր խնդիր կա։ Մեկ րոպե ներողություն։ Խնդիրը անցքի մոտ էր։ Շնորհակալություն, մեկ րոպե սպասեք։ Եվ կխնդրենք ձեզ սեղմել կանաչ կոճակը։ Շնորհակալություն, զբաղեցեք ձեր տեղը։ Եվ այսպես, Optima Plus SMS վիճակախաղի 3-րդ տիրաժի խաղարկության առաջին թիվն է թիվ 9։ Երկրորդ թիվը թիվ 1։ Երրորդ թիվը թիվ 7։ Եվ վերջին 4-րդ թիվը, այս պարագայում մեզ քառանիշ կատեգորիայի հարկավոր, թիվ 0։ Այսպիսով, Optima Plus SMS վիճակախաղի 3-րդ տիրաժի խաղարկության շահող թվերի հավաքածուն է 9170։ Կրկնում եմ 9170։ Ինչպես գիտեք, թվերի հերթականությունը մեր խաղում ունի նշանակություն, այսինքն շահել է թվերի հենց այս հերթականությունը։
Ըստ կատեգորիաների շահող կոմբինացիաներ են համարվում երկնիշ կատեգորիայում 9-1 թվերը, եռանիշ կատեգորիայում 9-1-7 թվերը և քառանիշ կատեգորիայում 9-1-7-0 թվերը։ Հիմա մեր օգնականը մեզ ցույց կտա, թե քանի շահող ունենք յուրաքանչյուր կատեգորիայում և որքան են կազմում շահումների չափերը։ Իսկ մինչև նրա աշխատանքի ավարտը ևս մեկ անգամ հիշեցնում ենք Optima Plus վիճակախաղի կանոնները։ Մասնակցելու համար անհրաժեշտ է 70-06 կարճ համարին ուղարկել քառանիշ թվային կոմբինացիա, որի մեջ թվերը չպետք է կրկնվեն։ Թվերը հավաքվում են առանց արանքների։ Մեկ SMS-ի արժեքը կազմում է 5000 դրամ։ SMS ուղարկելուց առաջ համոզվեք, որ ձեր հեռախոսի հաշվեկշռում բավականաչափ գումար կա, այլապես հայտը չի գրանցվի։ Խաղին կարող են մասնակցել միայն Beeline կանխավճարային քարտ ունեցող բաժանորդները։ Կրկնեմ նաև, որ յուրաքանչյուր խաղարկության շահումային ֆոնդը կազմում է տվյալ խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի 50%-ը։ Այսինքն, որքան մեծ լինի մասնակիցների թիվը, այնքան մեծ կլինի նաև շահումային ֆոնդը։ Եվ այսպես տվյալները մեզ մոտ արդեն պատրաստ են, քառանիշ և եռանիշ կատեգորիայում մենք շահողներ չունենք, իսկ երկնիշ կատեգորիայում ունենք մեկ շահող, ով շահել է, իհարկե մեր ամբողջ շահումային ֆոնդը 180,000 դրամ։ Շնորհավորում ենք շահողին և տեղեկացնում, որ ինչպես միշտ Optima և Optima Plus վիճակախաղերում շահողների ցանկը կհրապարակվի optimaloto.am կայքում և Dealavoy Express թերթում։ Տեղեկացնում եմ նաև, որ Optima և Optima Plus վիճակախաղերի բոլոր խաղարկությունների տեսանյութերը ցանկացած ժամանակ կարող եք դիտել optimaloto.am կայքում։ Դե ինչ նրանք, ովքեր հաջողություններ չունեցան այսօր, մեզ կարող են միանալ վաղը, քանի որ մեզ մոտ խաղարկությունները կայանում են ամեն օր և ամեն օր լինում են շահողներ։ Ցտեսություն մինչ վաղը։